Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք 2026 թվականի մայիս ամսվա կանխատեսումների մասին եւ առաջին հոլովակը նվիրվում է մեր շատ սիրելի հողի նշանի ներկայացուցիչներին։ Սիրելիներս, մայիս ամիսը յուրահատուկ ամիս է։ Աստղաբանական տեսանկյունից այստեղ մենք կարելի ասել, որ բացի ամսվա վերջից, որտեղ մի փոքրիկ լարվածություններ ունենք, մոլորակների միջև ընդհանուր առմամբ ամիսը գնահատվում է բավականին դրական, դինամիկ, հետընթաց մոլորակներ չունենք անձնական, ինչպես նաև մայիսը յուրահատուկ է նրանով, որ ունենք 2 լիալուսին մայիս ամսվա ընթացքում։ Սովորաբար մեկ ամսվա ընթացքում ունենում ենք 1 լիալուսին եւ 1 նորալուսին եւ այստեղ սակայն մայիսի 31-ին հասցնելու ենք ունենալ երկրորդ լիալուսինը, նշանակում է բավականին ուժեղ եւ հետաքրքիր ամիս է սպասվում մեզ։ Դե ինչ սկսենք առաջին նշանի, հողի նշանի ներկայացուցիչներից, սիրելի ցուլեր, ձեզ համար շատ կարևոր է մայիս ամիսը, որովհետև ցուլերի մեծամասնությունը իրենց ծննդյան օրերը նշում են մայիս ամսին, ինչի առթիվ ես ձեզ շնորհավորում եմ եւ մաղթում եմ քաջ առողջություն, ինչպես նաև անսահման համբերություն։ Սիրելիներս, մայիսի 1-ին ձեր գեղեցկուհի մոլորակ Վեներան, որը ձեր երկրորդ ֆինանսական դաշտում է, շատ լավ ասպեկտի մեջ է Սատուրն մոլորակի հետ, նշանակում է մայիսի 1-ին շատ հետաքրքիր ֆինանսական իրադարձություն կարող է տեղի ունենալ, հնարավոր է, որ այստեղ նոր եկամտի աղբյուրներ բացվեն, հնարավոր է նոր հովանավոր գտնեք, տեսեք, երբ Սատուրն մոլորակն է ներգրաված ասպեկտացիայի մեջ, սա նշանակում է, որ այդ գործարքը բավականին երկարաժամկետ է լինելու։ Բացի դրանից նշեմ, որ Վեներա մոլորակը ձեր երկրորդ ֆինանսական դաշտում լինելու է մինչև ամսի 19-ը եւ նշանակում է մինչև ամսի 19-ը ցուլերը միտված կլինեն մտածելու իրենց գրպանի գումարը ավելացնելու մասին։ Սակայն չի բացառվում նաեւ, որ Վեներան ձեզ տիպի ծախսել որոշակի ձեր հաճույքների վրա։ Ամսի 1-ին ունենք երկրորդ կարևոր իրադարձությունը, այստեղ ցուլերի համար շատ կարևոր լիալուսին է տեղի ունենում, ձեր իսկ 7-րդ ոլորտում, նշանակում է ձեր կողքի մարդու հետ կապված ինչ-որ կարևոր իրադարձություն կարող է լինել։ Այստեղ կարող է լինել ամուսնություն, այստեղ կարող է լինել ամուսնու կամ կնոջ հետ կապված շատ կարևոր իրադարձություն, որին դուք շատ երկար եք սպասել։ Այստեղ ինչու՞ չէ նաև կարող է լինել հաճախորդի կամ ընդհանուր մտերիմ ընկերների հետ կապված ինչ-որ իրավիճակներ, կոնֆլիկտային իրավիճակների լուծում կարող է լինել։ Ամսի 3-ին Մերկուրի մոլորակը նույնպես տեղափոխվում է ձեր առաջին ոլորտ, սիրելի ցուլեր, եւ կարելի ասել ամսի 3-ից մինչև ամսի 17-ը, երբ Մերկուրին կլինի ձեր առաջին ոլորտում, դուք կլինեք բավականաչափ արագաշարժ, դուք կլինեք բավականաչափ ուրեմն գործունյա, որովհետև Մերկուրին մեզ բերում է սթափ մտածողություն եւ նաեւ Մերկուրին բերում է ինֆորմացիան ստանալու կամ փոխանցելու շատ արագ հմտություն։ Ամսի 5-ին Մարս մոլորակը, որը այս պահին ձեր 12-րդ ոլորտում է, մի փոքր լարվածություն ունի Յուպիտեր մոլորակի հետ, 3-րդ ոլորտում, սիրելի ցուլեր, պարզապես հիշեք, որ ամսի 5-ին հաջող չէ ճանապարհ գնալ, ավտոմեքենայի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։ Նաև այս օրը հաջող չէ փաստաթղթային հարցերը լուծելու համար։ Ամսի 16-ին ունենք արդեն նորալուսին եւ այս նորալուսինը տեղի է ունենում ձեր առաջին ոլորտում, սիրելի ցուլեր։ Նորալուսինը տարվա ընթացքում մեկ անգամ է լինում առաջին ոլորտում, նշանակում է այն նոր փուլ, նոր շրջան է բացում ձեր կյանքում, նորալուսին նշանակում է նորություններ, նոր հնարավորություններ, նոր մարդիկ, հնարավոր է մայիսի 16-ից հետո ձեր կյանքում նոր աշխատանք սկսվի, նոր մարդ հայտնվի, նոր հնարավորություններ բացվեն, ինչու՞ չէ նաև հնարավոր է մայիսի 16-ից հետո դուք մտածեք, ասենք ձեր արտաքին տեսքը փոխելու մասին։ Ամսի 17-ին նշեցի արդեն Մերկուրին տեղափոխվում է արդեն ձեր երկրորդ ֆինանսական դաշտ եւ այստեղ ավելի է ակտիվացնում ձեր ֆինանսները։ Սիրելի ցուլեր, դուք ամենաշատը երևի թե այս կյանքում մտածում եք ֆինանսական բարելավման մասին, կայուն ֆինանսական եկամուտներ ունենալու մասին եւ այստեղ
մայիսի 17-ից, երբ Մերկուրի մուտ գործի ձեր երկրորդ ֆինանսական դաշտ, ձեր եկամուտները կավելանան, որովհետև դուք ինքներդ արդեն ձեռքներդ ծալած չեք նստի, դուք ինքներդ հստակ կզբաղվեք այդ հարցերով։ Ամսի 18-ին Մարս մոլորակը վերջապես լքում է ձեր 12-րդ ոլորտը, որտեղ բավականին ուժեղ էր սիրելիներս եւ հայտնվում է ձեր առաջին ոլորտում, նշանակում է մայիս ամսվա երկրորդ կեսը, երբ Մարսը կլինի ձեր առաջին ոլորտում, դուք դառնալու եք մի փոքր կոնֆլիկտային եւ որպեսզի շատ չվիճեք ձեր կողքի մարդկանց հետ, ձեր սիրելիների հետ, ուրեմն պետք է զբաղվել սպորտով, պետք է ֆիզիկական ինչ-որ աշխատանք կատարել, որպեսզի ձեր էներգիան կարողանաք թոթափել։ Ամսի 19-ին արդեն ձեր գլխավոր մոլորակ Վեներան է տեղափոխվում երրորդ ոլորտ եւ այստեղից անմիջապես սեքստիլ է կազմում Մարս մոլորակի հետ, որը նշեցի նոր է տեղափոխվել ձեր առաջին ոլորտ։ Սիրելիներս, հնարավոր է ամսի 19-ին ծանոթություն տեղի ունենա ճանապարհին, կամ այստեղ հնարավոր է, որ դուք հաճելի մարդկանց հետ ինչ-որ տեղ գնաք, միջոցառման մասնակցեք, որովհետև Վեներա Մարսի միջև ձևավորվում է շատ լավ սեքստիլ ասպեկտ, իսկ սա հակառակ սեռի էներգիաների մոլորակներ են, նշանակում է հանդիպում կարող է լինել, ինչու՞ չէ նաև սիրահարվածություն։ Ամսի 22-ին Արևը եւ Ուրանը միանում են ձեր երկրորդ ֆինանսական դաշտում։ Սիրելիներս, Ուրանը վերջապես լքել է ձեր առաջին ոլորտը, ես այս մասին, Ուրան մոլորակի մասին ունեմ բավականաչափ հանգամանալից հոլովակ, կարող եք այն վերանայել եւ ինչ կարող է բերել Ուրանը ձեզ երկրորդ ոլորտում, այստեղ ամսի 22-ը բաց չենք թողնում, որովհետև ունենք հետաքրքիր միություն Արևի Ուրանի միջև ձեր երկրորդ ֆինանսական դաշտում, նշանակում է հենց ամսի 22-ը կարող է դիտվել որպես մեծ ֆինանսներ վաստակելու հնարավորությունների օր։ Ամսի 26-ը հակասական օր է, ինչու, որովհետև այս օրը նախ շատ լավ ասպեկտացիա ունենք Արևի եւ Պլուտոնի միջև, Պլուտոնը 10-րդ կարիերայի ոլորտում է, սակայն նույն օրը Մարսի եւ Պլուտոնի միջև ունենք նաեւ լարված քառանկյուն։ Սիրելիներս, այս երկու իրար հակասող ասպեկտացիաները խոսում են այն մասին, որ օրը կարող է լինել ոչ միայն շատ լավ հաջող ֆինանսական առումով, այլ նաեւ կարող է լինել շատ լարված անձնական առումով, այսինքն անձնական թեմաների շուրջ կարող է լինել լարվածությունը։ Ամսի 29-ին ունենք Վեներայի եւ Սատուրնի միջև մի փոքր լարվածություն եւ ամսի 29-ին խորհուրդ կտամ պարզապես զերծ մնալ ձեզանից ավելի տարիքով կամ պաշտոնով բարձր մարդկանց հետ վիճելուց եւ բացի դրանից ամսի 29-ը հաջող չէ քննություններ հանձնելու համար, փաստաթղթային հարցերով զբաղվելու համար, ինչու՞ չէ ավտոմեքենա գնելու կամ վաճառելու համար եւ ամիսը վերջանում է ամսի 31-ի լիալուսնով, սիրելի ցուլեր, այս լիալուսինը տեղի ունենում ձեր 8-րդ ոլորտում, նշանակում է ինչ-որ մի հարց, որը կար կապված բանկերի հետ, ինչ-որ ֆինանսական պարտավորությունների հետ, մեծ գումարային հարցերի հետ, միգուցե ժառանգության հետ, այդ հարցը պետք է ի վերջո հստակեցվի կամ վերջնական լուծվի։ Դե ինձ սիրելիներս այսքանը ցուլերի մայիս ամսվա կանխատեսումների մասին, ես այժմ անդրադառնամ մեր հաջորդ հողի նշանի ներկայացուցիչներին։ Ողջունում եմ մեր շատ սիրելի կույսերին, սիրելիներս, ձեզ համար մայիս ամիսը նույնպես բավականին դրական է, որովհետև Արև մոլորակը գտնվում է ձեր նշանի հանդեպ տրին ասպեկտի մեջ, նշանակում է մայիս ամիսը բավականին դրական, աշխատանքային եւ ինչու՞ չէ նաեւ հնարավոր է ճամփորդելու առումով մեծ հնարավորություններ բերի ձեզ։ Նախ նշեցի հոլովակի սկզբում, որ մայիս ամսին մենք ունենալու ենք երկու լիալուսին եւ հատկապես երկրորդ լիալուսինը, երբ կլինի մայիսի 31-ին, ուրեմն բավականաչափ կարևոր է լինելու ձեզ համար։ Դե ինչ սկսենք սկզբից, մայիսի 1-ին ունենք արդեն առաջին լիալուսինը, որը տեղի է ունենում ձեր երրորդ ոլորտում եւ այստեղ ինչ որ մի հարց կապված միգուցե ավտոմեքենայի առքուվաճառքի հետ, միգուցե ճամփորդությունների հետ, միգուցե ուսումնական դասընթացների հետ, կամ ինչու՞ չէ նաև այստեղ
որտեղ քրոջ կամ եղբոր հետ կապված հնարավոր է այդ հարցը հստակեցվի, հնարավոր է դրսում ապրող քույր կամ եղբայր ունեք, ապա նրանք ձեզ այցելեն կամ նրանից լուր ստանաք, զանգ ստանաք ինչ-որ կարևոր տեղեկատվությամբ, կամ այստեղ այս լիալուսինը կարող է վերջակետ դնել այն կոնֆլիկտին, որը կար ձեր և ձեր մտերիմի միջև։ Ամսի 3-ին ձեր գլխավոր մոլորակ Մերկուրին տեղափոխվում է ձեր 9-րդ ոլորտ, որտեղից շատ լավ ասպեկտացիայի մեջ է ձեր անձնական արևի նկատմամբ, սիրելի կույսեր, ամսի 3-ից մինչև ամսի 17-ը, երբ Մերկուրին կլինի 9-րդ ոլորտում, շատ հաջող են ուսումնական հարցեր լուծելը, դատական ուրեմն խնդիրներով զբաղվելը, փաստաթղթային հարցերը, ինչու՞ չէ, եթե դուք մտածում եք ճամփորդելու մասին, ապա այս ժամանակահատվածում հնարավոր է շատ հարմար տարբերակ գտնեք ձեր տուրը կազմակերպելու համար։ Ամսի 5-ին Մարսը և Յուպիտերը ունեն բավականաչափ լարվածություն, սիրելի կույսեր, այս օրը ֆինանսական առումով բարդ օր է և նշանակում է ինչ-որ ֆինանսական շատ անակնկալ հարցեր կարող են առաջանալ, որոնք ձեզ կդնեն նեղ դրության մեջ, և ամսի 5-ին ուշադիր եղեք, որպեսզի լրացուցիչ ֆինանսներ չկորցնեք։ Ամսի 16-ին ունենք նորալուսին, որը կրկին ձեր 9-րդ ոլորտում է տեղի ունենում, նշանակում է նորություններ են սպասվում։ Շատ կույսերի մոտ սա կարող է խորհրդանշել երկրորդ ամուսնություն։ Շատ կույսերի մոտ սա կարող է խորհրդանշել ճամփորդությունների մեկնելու հնարավորություն։ Ինչու՞ չէ, շատերի մոտ հնարավոր է, որ օտար լեզուներ սովորելու հավանականություն առաջանա կամ անհրաժեշտությունը լինի դրա։ Հնարավոր է նաև ձեզ աշխատանք առաջարկեն միջազգային կազմակերպությունում, որտեղ դուք ստիպված պետք է շփվեք օտարերկրացիների հետ։ Նաև այստեղ, եթե դուք սպասարկման ոլորտում եք, հնարավոր է մայիսի 16-ից հետո դուք ունենաք, ասենք, օտար հաճախորդներ։ Ամսի 17-ին ձեր գլխավոր մոլորակը արդեն տեղափոխվում է ձեր 10-րդ ոլորտ, սիրելիներս, իսկ 10-րդ ոլորտը կարևորագույն, բարձրագույն ոլորտն է, որտեղից Մերկուրին արդեն 90 աստիճանի տակ է ձեր անձնական արևի նկատմամբ, նշանակում է մի փոքր լարվածություն կարող է առաջանալ կամ ձեր ղեկավարության հետ, կամ ինչու՞ չէ նաև ձեր ամուսնու կամ կնոջ հետ։ Ամսի 18-ին Մարս մոլորակը, որը գտնվում էր ձեր 8-րդ ոլորտում մինչ այդ և շատ ուժեղ, ուրեմն ֆինանսական խնդիրներ միգուցե կարող էր առաջացրած լինել ձեր կյանքում կապված բանկերի, վարկերի, ֆինանսական ինչ-որ լուրջ խնդիրների հետ, այժմ տեղափոխվում է 9-րդ ոլորտ, սիրելիներս, և սա նշանակում է, որ Մարսը նույնպես բերում է ձեզ բավականաչափ ակտիվություն, որպեսզի դուք ճամփորդեք, որպեսզի դուք կրթվեք, որպեսզի դուք ձեր դատական խնդիրները շատ արագորեն և վճռական կարողանաք լուծել, և նաև այստեղ 9-րդ ոլորտը նշեցի նաև ճամփորդելու հնարավորությունն է։ Ամսի 19-ին Վեներա մոլորակն է տեղափոխվում ձեր 11-րդ ոլորտ և կույսերի մոտ կարելի ասել շփումները ակտիվանում են, սիրելիներս, երբ Վեներան 11-րդ ոլորտում է, սա նշանակում է, որ շատ մարդկանց հետ եք սկսում շփվել, հնարավոր է օնլայն հարթակում, հնարավոր է նոր ծանոթներ, հնարավոր է նոր միջավայր և հնարավոր է, որ դուք նաև հայտնվեք մի այնպիսի նոր կոլեկտիվում, մեծ կոլեկտիվում, որտեղ պետք է ստիպված լինել շփվեք շատ մեծ թվով մարդկանց հետ։ Ամսի 22-ին շատ ուշադիր ենք լինում, որովհետև ունենք Արև-Ուրան միությունը, որը տեղի է ունենում ձեր 10-րդ ճակատագրական ոլորտում։ Ինչու ճակատագրական, սիրելիներս, որովհետև ես նշեցի, որ Ուրանը ապրիլի 26-ին մուտք է գործել ձեր 10-րդ ոլորտ և նշել եմ նաև այդ մասին ունեմ բավականին հանգամանալից հոլովակ, Ուրանի այցի մասին երկվորյակներ նշան, և ձեզ համար այնքան էլ վատ չէ, ինչպես որ դուք գրել էիք մեկնաբանություններում, իհարկե Ուրանը կարող է առաջացնել ըմբոստություններ ձեր ամուսնական կարգավիճակում, սակայն այստեղ Ուրանը, օրինակ մայիսի 22-ին բերում է ձեզ հնարավորություն լավ աշխատանք գտնելու կամ, ասենք,
կարիերայի պաշտոնի բարձրացման համար այստեղ հնարավորություններ են բացվում։ Ամսի 26-ը մի փոքր հակասական օր է, սիրելիներս, որովհետև Պլուտոն մոլորակը գտնվելով ձեր 6-րդ ոլորտում անմիջապես այդ օրը երկու եւ լավ եւ վատ ասպեկտացիաների մեջ է նախ Արևի հետ, այնուհետև Մարսի հետ։ Ուրեմն տեսեք, աշխատանքային հարցերում շատ հաջող օր է ամսի 26-ը, սակայն խորհուրդ չեմ տա ճանապարհ գնալ, որովհետև վթարային օր է լինելու հենց նույն օրը ամսի 26-ը։ Եվ ամսի 31-ին ունենք այն կարևոր լիալուսինը, որ ես նշեցի հոլովակի սկզբում, լիալուսինը տեղի է ունենում ձեր 4-րդ ոլորտում։ Սիրելի կույսեր, ձեր տանը, ձեր անշարժ գույքի հետ կապված, ձեր ծնողների հետ կապված, ձեր տան անդամների հետ կապված, ինչ որ կարևոր իրավիճակ պետք է լուծվի մայիսի 31-ին։ Հնարավոր է տանից ինչ որ մեկը հեռանում է, գնում է այլ երկրում ապրելու, հնարավոր է այստեղ դուք եք տեղափոխվում այլ տուն, հնարավոր է այստեղ վերանորոգում էի կատարում եւ այժմ ավարտվում է ի վերջո այդ վերանորոգումը եւ այստեղ հնարավոր է նաեւ ձեր տան անդամներից ինչ որ մեկի հետ կապված կարևոր ինչ որ իրավիճակ է տեղի ունենում։ Դե ինձ սիրելիներս այսքանը կույսերի մայիս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր վերջին հողի նշանի ներկայացուցիչներին։ Ողջունում եմ մեր շատ սիրելի այծեղջյուրներին, սիրելիներս, մայիս ամիսը ձեզ համար նույնպես հետաքրքիր, ինչու՞ չէ նաև սիրառատ ամիս է լինելու, որովհետև նախ Արևն է գտնվում ձեր 5-րդ ոլորտում մինչև մայիսի 20-ը եւ բացի դրանից այստեղ ունենք մոլորակների կուտակումներ եւ նաև նորալուսին 5-րդ ոլորտում, նշանակում է այծեղջյուրների համար ամբողջ ամիսը, գրեթե ամբողջ ամիսը կարևոր է այն առումով, որ այստեղ եթե ունեք երեխաներ, նրանց հետ կապված հարցերի շուրջ եք ուրեմն ավելի շատ զբաղվելու եւ նաեւ այստեղ սիրահարվածություն է սպասվում ձեզ, եթե դուք միայնակ եք եւ նաեւ այստեղ բուռն հանդիպումներ են լինելու։ Ինչու՞ չէ շատ այծեղջյուրներ կարող են նաեւ մտածել արդեն հանգստի մեկնելու ծրագրերի մասին։ Դե ինչ գնացինք մայիսի 1-ին ունենք լիալուսին ձեր 11-րդ ոլորտում, շատ այծեղջյուրների մոտ սա խորհրդանշական է այն առումով, որ նրանք հնարավոր է որոշակի մարդկանց հետ դադարեցնեն իրենց շփումները, հնարավոր է ընկերական շրջապատում ունենաք կոնֆլիկտ, հնարավոր է պարզապես առանց կոնֆլիկտի որոշեք, որ դուք այս մարդու հետ չեք ցանկանում շփվել, իսկ այծեղջյուրները ունեն այդպիսի ուրեմն բնավորության գիծ եւ նրանք կարող են շատ հանգիստ ձեզ վերցնել եւ կտրել իրենց շրջապատից, եթե զգան, որ դուք ազդում եք իրենց նյարդերի վրա։ Այնպես որ սիրելի այծեղջյուրներ, այս իրավիճակը կարող է լինել, ինչու՞ չէ նաև եթե օնլայն հարթակում ունեք բիզնես, ունեք ինչ-որ շփումներ, ինչ-որ ենթադրենք գովազդային ինչ-որ էջեր ունեք, ապա նրանց հետ կապված նույնպես կարևոր իրադարձություններ կարող են տեղի ունենալ մայիսի 1-ին։ Ամսի 3-ին Մերկուրի մոլորակը արդեն տեղափոխվում է 5-րդ ոլորտ, որտեղ գտնվում է Արևը։ Սիրելի այծեղջյուրներ, ես նշեցի, որ 5-րդ ոլորտը սա երեխաների ոլորտն է, սա նաև սիրահարվածության ոլորտն է, ինչու՞ չէ հանգստի մեկնելու ոլորտն է։ Եվ երբ Մերկուրին մուտք է գործում, այստեղ ակտիվանում է մեր ամբողջ էներգիան, մեր ամբողջ ինֆորմացիան արդեն սկսում է պտտվել դրա շուրջ։ Իսկ ամսի 18-ին արդեն Մարս մոլորակն է տեղափոխվելու 5-րդ ոլորտ, սիրելիներս, եւ սա նշանակում է, որ ամբողջ ամսվա ընթացքում միգուցե դուք ակտիվ փնտրտուքների մեջ կլինեք, որպեսզի կողակից գտնեք, միգուցե այստեղ դուք կփորձեք լավ հետաքրքիր հանգստի տեղեր փնտրել կամ արդեն մեկնել այդ հանգստին եւ նաեւ այստեղ հնարավոր է, որ ձեզ ինչ-որ ստեղծագործական աշխատանք առաջարկեն, իհարկե արդեն դուք ինքներդ եթե այդ ոլորտում եք, դուք ինքներդ կորոշեք ուրեմն ընդունեք այդ աշխատանքը թե ոչ։ Սակայն ամսի 5-ին սիրելիներս Մարսը դեռևս ձեր 4-րդ ոլորտում է եւ այստեղ լարված ասպեկտացիա է կազմում Յուպիտերի հետ, որը ձեր 7-րդ ոլորտում է։ Սիրելի այծեղջյուրներ, ամսի 5-ին մի վիճեք ոչ ձեր ընկերների հետ, ոչ ձեր սիրելիների հետ, ոչ էլ առավել եւս աշխատավայրում, որովհետեւ այս օրը շատ լուրջ կոնֆլիկտային օր կարող է լինել։ Ամսի 16-ին նորալուսին ունենք,
որը կրկին տեղի է ունենում ձեր 5-րդ ոլորտում եւ այստեղ նորություններ են սպասվում։ Հնարավոր է դուք իմանաք, որ դուք երեխա եք ունենալու, հնարավոր է, որ արդեն սպասում եք եւ արդեն ծնվի փոքրիկը, հնարավոր է, որ դա ոչ թե ձեր երեխան է, այլ ձեր տան մեջ է ծնվում այդ երեխան մայիսի 16-ից հետո։ Եվ նաև մայիսի 16-ից հետո հնարավոր է ձեր կյանքում հայտնվի մարդ, ում դուք խենթի պես կսիրահարվեք։ Ամսի 17-ին Մերկուրի մոլորակը արդեն լքում է ձեր 5-րդ ոլորտը եւ մուտք է գործում 6-րդ ոլորտ եւ այստեղ այծեղջյուրների մոտ մի փոքր արդեն ինֆորմացիոն դաշտը կենտրոնանում է աշխատանքային հարցերի վրա, խնամքի հետ կապված հարցերի վրա, կենցաղային հոգսերի վրա, հնարավոր է Մերկուրին 6-րդ ոլորտում բերի ձեզ, ասենք այնպիսի հոգսեր, որ դուք տանը պետք է կատարեք, ինչ-ինչ բաներ պետք է կարգի բերեք, ասենք, կամ ինչ-որ փոքրիկ էսթետիկ վերանորոգումներ սկսեք, կամ հնարավոր է նաև, որ դուք ցանկանաք ընտանի կենդանի պահել։ Ամսի 18-ին նշեցի արդեն Մարս մոլորակն է տեղափոխվում ձեր 5-րդ ոլորտ, սիրելիներս, եւ այստեղ ամբողջ ձեր էներգիան, ամբողջ ձեր ակտիվությունը կենտրոնանում է 5-րդ ոլորտի վրա, եւ սա նշանակում է, որ եթե մեկնեք արձակուրդ, ապա միայն ակտիվ հանգստի կարող եք դուք մեկնել։ Ամսի 19-ին Վեներա մոլորակը մուտք է գործում ձեզ համար շատ կարևոր 7-րդ ոլորտ։ Սիրելիներս, երբ Վեներան 7-րդ ոլորտում է, տեսեք, արևը 5-րդ ոլորտում է, Մարսը 5-րդ ոլորտում է, Վեներան 7-րդ ոլորտում է, սրանք բոլորը խոսում են անձնական հարթակի մասին եւ նշանակում է շատ այծեղջյուրների կյանքում, ովքեր միայնակ են, հնարավոր է նորություններ իրենց կողակցի հետ կապված։ Ամսի 22-ին պետք է մի փոքր զգուշանալ, հատկապես ձեր առողջության նկատմամբ, որովհետև այստեղ ունենք արև-ուրան միությունը ձեր 6-րդ ոլորտում, առհասարակ 6-րդ ոլորտը առողջության ոլորտն է, բայց նաև այստեղ աշխատանքի հետ կապված հնարավոր են ինչ-որ խնդիրներ, տեխնիկական ինչ-որ անսարքություններ, այնպես որ ամսի 22-ին ուշադիր եք լինում։ Ամսի 26-ը մի փոքր հակասական օր է, որովհետև ունենք եւ լավ ասպեկտացիա եւ լարված ասպեկտացիա, Պլուտոն մոլորակը, որը այս պահին ձեր երկրորդ ֆինանսական դաշտում է, միանգամից երկու ասպեկտացիա է կազմում, նախ արևի հետ շատ լավ տրին ասպեկտ է կազմում նույն օրը ամսի 26-ին, դա խոսում է աշխատանքային ֆինանսական հաջող հարցերի մասին, եւ նաեւ նույն օրը ունենք Մարս Պլուտոն ներողություն, ոչ թե ընդդիմությունը, այլ լարված քառանկյունը, որը խոսում է երեխաների հետ կապված խնդիրների մասին կամ ինչու՞ չէ նաև ձեր կողքից ձեր սիրած էակի հետ կապված ինչ-որ հարցերի, կոնֆլիկտների մասին։ Եվ ամիսը վերջանում է ամսի 31-ի լիալուսնով, սիրելիներս, մայիս ամսվա ընթացքում ունենք 2 լիալուսին, դրանով իսկ մայիսը տարբերվում է մյուս ամիսներից, մայիսի 31-ի լիալուսինը տեղի է ունենում ձեր 12-րդ ոլորտում, եւ եթե կային հարցեր անցյալում, կային խնդիրներ, կային մարդիկ, որոնց հետ ունեք կոնֆլիկտներ, դուք արդեն կտրում եք այդ անցյալը, այլևս որոշում եք, որ դուք այլևս չեք շփվելու այդ մարդկանց հետ, որոնք ազդում են ձեզ վրա, եւ այս լիալուսինը 12-րդ ոլորտում վերջակետ է դնում այդ մարդկանց հետ փոխհարաբերություններին։ Նաեւ այս լիալուսինը 12-րդ ոլորտում կարող է բացահայտել ինչ-որ մեկի գաղտնիքը, որից դուք անակնկալի կգաք, կամ եթե դուք ունեք գաղտնիքներ, հնարավոր է, որ ուրիշ մարդիկ իմանան ձեր գաղտնիքը։ Դե ինձ սիրելիներս, այսքանը մայիս ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ